համակարգի աշխատողները ինչ-որ քեֆ են արել հարցնակարում եւ դուք բարկացել եք, չեք իմացել այդ մասին, կմեկնաբանեք։ Նման բան չի եղել։ Քեֆ չի եղել, թե չեք բարկացել։ Եվ քեֆ չի եղել, եւ եթե քեֆ չի եղել, ինչու պետք է բարկանայի։ Նման խնդիր չի եղել, ես չգիտեմ ինչու են շահարկում այդ հարցերը։ Իսկ ինչպես եք վերաբերվում, օրինակ ինչպես կվերաբերվեք, եթե հայտնի միջադեպից հետո ձեր համակարգի աշխատողները օրինակ ցանկություն ունենան այդտեղ ինչ-որ կորպորատիվ ես չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է երևույթը կապենք տեղի հետ։ Այդ նույն բանը կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուր տեղում, ես ընդհանրապես դատապարտում եմ, որ որևէ մեկին բռնի ուժով որևէ բան ցանկանան բացատրել։ Պարոն Սիմոնյան, մի հարց, երբ դուք նախարարչինիք դեռ օրգանիզացիոն եք, ինքնին տնօրեններ, շատ կարևոր կառույց է դա։ Հիմա երբ դուք նախարար եք, աշխատեք ձևավորվել, թե ճիշտ է այդ կապը։ Գիտեք, կարևոր կառույցները տնօրենեն ընտանիքի հաստատները։ ՍԻԳ-ի տնօրենի նշանակում ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ ինքնին գործառույթներով ենթարկում է կառավարություն։ Եվ եթե որևէ տեղ գտնեմ, որ ինքը իրեն չի արդարացնում, միանշանակ առաջինը իրենից կազատում։ Պարոն Սիմոնյան, ուժ աշխատողի օրը, հա, որևէ կամ ինչ հայտել, որևէ դատապարտող հայտարարություն չեղավ բժիշկների հետ կապված բժիշկների մասին։ Ինչու է մինչդեռ Գյումրիի պարագայում Գյումրիի պարագայում արձագանքեցիք։ Ի՞նչն էր պատճառը։ Պատճառը նա էր, որ ուղղում Ռուբեն Հայրապետյանն էր։ Ոչ, պատճառը դա չէր։ Ի՞նչն էր պատճառը։ Պատճառը նա էր, որ հայտարարություններ միայն մամուլով չեն արվում եւ արվում են տարբեր տեղերում։ Ես ընդհանրապես գտնում եմ եւ լրագրողին, եւ բժշկին, եւ էլի մարդկանց չի կարելի լեղացնել իրենց պարտականությունները կատարելուց եւ կատարելուց դուրս։ Ենթադրենք, այստեղ բժիշկ չլիներ, մի սովորական քաղաքացի լիներ եւ նման վնասվածքներ ստաներ։ Ինչ է, մենք չպետք է դրան արձագանքենք, մենք չպետք է դրան վերաբերվենք որպես հասարակության անդամ, որպես քաղաքացի։ Ես դատապարտում եմ այդ երևույթը միանշանակ եւ հատկապես իմ գոլեգաների նկատմամբ։ Այստեղ ինչպես։ Բայց այս դեպքում դուք փաստորեն պաշտպանեցիք անվտանգության աշխատակիցները, որտեղ իրենք էին աշխատանքի մեջ, այդ ոչ թե ձեր գոլեգաները։ Դե միգուցե նրանք էլ էին աշխատանքի մեջ։ Մենք ինչու ենք ուզում մտնել դատաիրավական համակարգ եւ որոշել, թե այդ դեպքում ինչպես է տեղի ունեցել։ Ես ամեն դեպքում դատապարտում եմ իմ գոլեգաների նկատմամբ իրականացված յուրաքանչյուր բռնություն։ Սա միանշանակ անկախ նրանից ով է դա իրականացրել։ Սա թող ձեզ համար եւ բոլորի համար փաստ լինի։ Եվ իմ աշխատանքի ընթացքում ես այս հարցերում շատ ուշադիր եմ լինելու, որտեղ մեր գոլեգաները եւս ինչպես շատ մարդիկ անպաշտպան են մնում։ Բժիշկները, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, որոնք հերթապահում են, որոնք իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար եւ հանկարծ նման պատմությունների մեջ են։ Մենք պետք է հատուկ մեր նախարարությունում հատուկ ուրեմն ուշադրություն դարձվի մեր յուրաքանչյուր բժշկի իրավունքների պաշտպան եւ բուժաշխատողների իրավունքների։ Մի վարքյան լավ է, որ դատապարտում եք պարոն Դումանյան, բայց ուզում եմ գնահատել։ Ամեն դեպքում այս երևույթները, որ Հայաստանում կան եւ ախրանան շատ ավելի իրար օլիգարխ ազգում, քան օլիգարխը Հայաստանում բոլոր դեպքեր, ինչի՞ց է դա գալիս։ Դա ինչի հետևանք է։ Ես կարծում եմ դա կանոնակարգ է։ Դա կանոնակարգի, որտեղ կա Հայաստանի Հանրապետության նախագահի ուրեմն այդ հարցի վերաբերյալ հանձնարարությունը եւ կարծում եմ բոլորը պետք է դրանից հետեւություն ավելի քան 1.5 տարի, բայց նման դեպքերը շարունակվում են։ Բայց չասեցիք ինչի հետևանք է երկրում դա։ Գիտեք, հետևանքները տարբեր կարող են լինել։ Բերեք դրանց քաղաքական գնահատական տակ, քանի որ դուք նաեւ քաղաքական պաշտոն եք։ Մասնագիտական հարցի։